Սովորական ընտանեկան որոշում, սև PR, թե խոր քաղաքական հաշվարկ։ Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում։ Ես ինչ ասեմ։ Աննան Չինաստանից եկել է ու բառա խորոված է։ Ինչպեսի անակնկալ կար։ Երբ բաժանվում են շարքային քաղաքացիները, դա անձնական պատմություն է։ Երբ գործող վարչապետի կինն է բաժանվում, դա արդեն դառնում է քաղաքական իրադարձություն։ Վերջին 8 տարիները Աննա Հակոբյանի համար ծանր էին, ինքն է արձանագրում փաստը։ Հանրային դժգոհություններ, բամբասանքներ, հիմնավոր ու անհիմն քննադատություններ ուղղված ոչ միայն իշխանությանը, այլև վարչապետի կնոջ կերպարին։ Եթե Երևանի փողոցներում ես տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանալ եւ խնդրում եմ նաեւ չվիրավորեք, որովհետեւ անցած մոտ 8 տարվա ընթացքում եւ զգավարար չափով վիրավորան լսել եմ։ Իսկ ինչու էր ատելության ամբողջ ալիքն ուղղվում Աննա Հակոբյանի հասցեին։ Ցանկացած դժգոհության պարագայում առաջին հարվածը կայտնվում է ամուսինը կամ կինը միշտ, որտեղ ասենք նույնիսկ եթե երկրի ղեկավարին չես կարողանում ինչ որ մի բանի հետ կապես, ապա նայում ես, ասենք, չգիտեմ, այս ինչ մարդը իրենց խալապահում, սենց անում, այս ինչ ծախսն անում եւ այլն եւ այլն։ Քաղաքական գործիչների ամուսնական կյանքում լինի դա քաղաքացիական թե օրինական, ընտանիքի վարկանիշը հաճախ է քաղաքական բեռի վերածվում։ Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտիններ, Բիլ եւ Հիլարի Քլինթոններ, Նիկոլա եւ Սեսիլիա Սարկոզիներ։ Օրինակները բազմաթիվ են, պատմությունները խորքային իմաստով նույնը։ Աննա Հակոբյանի վարկանիշը, այսպես ասենք, բացասական վարկանիշը, բացասական ռեյտինգը ավելի ցածր է կամ ավելի բարձր է տվյալ պարագայում, քան Նիկոլ Փաշինյանի բացասական ռեյտինգը, եւ ըստ էության դա ռեզոնանսի էֆեկտ է տալիս։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանին ի վնաս աշխատելով եկել են հիմա այդ եզրակացությամբ, այո, շատ հնարավոր է, որ այդ պարագայում հաստատի Աննա Հակոբյանին ըստ էության փորձում են տարանջատել Նիկոլ Փաշինյանին։ Բայց ինչու հենց հիմա, ընտրությունից 3 ամիս առաջ։ Եթե անգամ բաժանումն իրական է, նման փուլում դրա մասին բաց հայտարարությունը պատահական լինել չի կարող, քաղտեխնոլոգն է պնդում։ Եթե Նիկոլ Փաշինյանն չուզեր, ապա Աննա Հակոբյանը հիմա նման հայտարարություն չէր անի, այսինքն ընտրություններից մոտավորապես 3.5-4 ամիս առաջ նման քայլի չէր դիմի։ Պարզ է, որ դա փոխհամաձայնեցված քայլ է եւ ունի իր նպատակները, որովհետեւ սովորաբար ընտրություններից առաջ ընդհանրապես միշտ մանավանդ արևելյան տիպի երկրներում, արևելյան մենթալիտետով, ինչպիսին Հայաստանն է ամեն դեպքում, միշտ փորձում են ցույց դնել ամուր ընտանիքի գործոնը։ Քաղաքական հաղորդակցության մեջ պատահականություններ գրեթե չեն լինում։ Քաղաքացիական ամուսնության ավարտը Աննա Հակոբյանի նոր կերպարի ձևավորման սկիզբը կարող է դառնալ։ Կամ առանձին անհատի կերպարը Մինչև այս մենք մեկ այլ նարատիվի մեջ էինք գտնվում եւ քննարկումները այդպիսին էին, որ ընտանիք, միասնություն, համատեղ որոշումների կայացում եւ 18 թվականին հենց այդ նարատիվը շատ լավ աշխատեց, որովհետեւ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կողքին էր եւ դա ամբողջացնում էր ընտանեկան տիրույթը, որովհետեւ Հայաստանում ընտանիքը կարևոր գաղափար է եւ ընտանիքի հետ կապված յուրաքանչյուր ամեն շատ զգացմունքային է։ Կամ հերթական անգամ վարչապետի ընտանիքը քաղաքական օրակարգն իր շուրջն է ձևավորում։ Քաղաքական օրակարգը ձևավորվում է մեդիայի, զանգվածային լրատվության միջոցների համար։ Սա նշանակում է, որ այնպիսի տեղեկատվություն կատարածված ընտանիքը որպես բուֆերային գոտի օգտագործվում է, անձնական, որովհետև յուրաքանչյուր անձնական լուր դա լիցքաթափող է, եւ այս դեպքում օգտագործվում է այս տեղեկատվությունը, որպեսզի կարողանան հնարավոր որոշակի ժամանակահատվածում վերաձևակերպել նաև օրակարգը։ Այս համատեքստում մասնագետը չի բացառում Աննա Հակոբյանի քաղաքական առանձին ուղի սկսելու տարբերակը։ Կյանքի կարևորագույն նյութական ու ոչ նյութական ձեռքբերումները քաղաքական ցնցումներից ապահովագրելը հնարավոր երրորդ սցենարն է։ Ինչից է Նիկոլ Փաշինյանը փորձում ապահովագրել իր գույքն ու ընտանիքը, եւ կան արդյոք ավելի մեծ կարևորություն ունեցող ձեռքբերումներ, քան գույքն ու ընտանեկան անդորրը։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն,
Այստեղ անվտանգության լուրջ հարցեր կան։ Վարչապետի տիկինը կարող է կարևոր ինֆորմացիաների կրող լինել, իսկ դա լուրջ անվտանգային հարցեր է ստեղծում, զգուշացնում է վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Այդպիսի անձանց հետ իշխանական կենսագործունեության հարցում միշտ արկա է այդ խնդիրը, ինչ է լինելու այդ ինֆորմացիայի հետ։ Ըստ այդմ ես կարծում եմ, որ այդ պետական պահպանության հարցը պետք է այդուհամենայնիվ լինի ուշադրության առարկա, առավել ևս, որ չենք կարող բացառել անգամ, որ Աննա Հակոբյանի առանց պահպանության կյանքի ընթացքում լինեն ինչ-որ սադրանքներ, չգիտեմ, ամենատարբեր տրամաբանությամբ կազմակերպվող, որոնք արդեն իրենց հերթին կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին, թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Ըստ փորձագետների, քաղաքականության մեջ հաճախ ոչ թե իրադարձություններն են որոշիչ, այլ դրանց ներկայացման ժամանակը։ Այս պատմության մեջ կարևոր չէ միայն բաժանում կա թե ոչ, ավելի կարևոր է ինչի համար է այդ մասին խոսվում հենց հիմա, ինչի է այն ծառայում եւ ում է ձեռնտու այդ օրակարգը։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։